Խաղաղություն ձեզ սիրելի քույր-եղբայրներ, Տերը բոլորիդ օրհնի։ Այսօր ստից դրված է խոսել մեկ հարցի շուրջ։ Այսօր նայած շատ անձնավորություններ ապաշխարել են, շատ հարցերի մեջ վարմունքները լավ է, բայց կան տեղեր, որոնք որ պիտի շտկվեն։ Ասել խոսքը հայտնության գրքում մեզ ամեն մեկից ասում է. Սուրբը թող էլ ավելի սրբանա։ Երկինքը ժառանգելու են սուրբերը։ Եվ երեք վարմունք կա, որի վրա պիտի անդրադառնամ, այսօր շատերի համար այս վարմունքները կարծես թե սովորական վիճակ են։ Եվ հետաքրքիր է, Տեր Հիսուս Քրիստոսը հանդիմանում էր մարդկանց, որոնք որ ասել խոսքին տեղյակ էին, որոնք որ ծառայություն էին անում, հենց այն ցևի մարդիկ չէին, հրեաներ էին, դպիրներ էին, փարիսեցիներ, որոնք որ ասել օրենքից շատ տեղյակ էին։ Եվ ինչ է խոսում ամենակալ Տիրոջ խոսքը, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսը այս մարդկանց վրայով, բայց այս դպիրներ, փարիսեցիներ կեղծավորներ։ Մենք շատ անգամ այդ կեղծավորությունը ունենք մեր կյանքի մեջ։ Իշքան է եղել, որ այդ անձնավորությունը քո սրտի մեջ տեղ չի ունեցել, բայց կեղծավոր ժպիտով փաթաթվել ես, համբուրվել ես, չէ՞։ Այսօր Աստված ուզում է, որպեսզի մենք շտկվենք։ Երեք կարևորագույն կողմեր կա, որ մեր կյանքի մեջ սա այսպես չի երևում, կարծում ենք թե փոքր բաներ են, բայց նայեք Տեր Հիսուս Քրիստոս ինչ ասում։ Մեղադրելով ես անձանց հետևյալը. Անանուխի սամիտի չամանի 10-րդը տալիս եք եւ թողնում եք օրենքի ծանր բեռները, դատաստանը, ողորմությունը եւ հավատքը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր այս երեք վիճակի մեջ մենք շատ անգամ ընկնում ենք։ Դատաստանի մեջ, ողորմության մեջ եւ հավատքի մեջ։ Առաջինը, երբ որ մենք նայում ենք Տեր Հիսուս Քրիստոս առաջի տեղում դրեց դատաստանը։ Հետաքրքիր է, այս մարդիկ դատի մեջ ամենալավագույններն էին։ Հիսուսին իրենք դատեցին, կնոջ իրենք էին դատում, Ստեփանոսին իրենք դատեցին։ Ինչի համար է Տերը մեղադրում է անձնավորություններին։ Երբ որ խոսում է դատի մասին, այստեղ ամենակալ Աստծոյի նպատակը նա չէ ուրիշներին դատելը։ Ուրիշին դատելով դու երբեք քո մեղքերի թողություն չես կարող ստանալ։ Տեր Հիսուս Քրիստոսը նույն Մատթեոս ավետարանի մեջ 7-րդ գլխում նայեք ինչ է սովորեցնում մեզ ամեն մեկիս։ Մի դատեք, որ չդատվիք, որտեվ ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվի ձեզ։ Սա օրենքը, այս օրենքը որից մեկը չի կարող խախտել։ Եվ կուզեմ, որպես այսօր մեր մեջ այդ դատ հասկացողությունը դուրս գա։ Սիրելիս, ուրիշին դատելով քո մեղքերը չի ներվի։ Բայց հիշեք Սուրբ Գրքի մեջ երկրորդ օրինաց առաջի գլխի 17 համարում կա մեկ միտք գրված, որ դատաստանը Տիրոջն է։ Եվ սրան զուգահեռ Հակոբոսը մեզ ավելի է պարզաբանում այդ միտքը, կարդամ այդ տողերը, ինձ եւ քեզ համար, նայեք ինչ ասում Հակոբոսը, 4-րդ գլխի 11-12-րդ համարներն են։ Իրար մի պամպասեք, եղբայրք։ Իր եղբորը պամպասողը կամ իր եղբորը դատողը օրենքն է պամպասում եւ օրենքն է դատում։ Արդ եթե օրենքը դատում ես, այլ օրենքը կատարող չես, այլ դատավոր։ Մեկն է օրենսդիր եւ դատավորը, որ կարող է փրկել եւ կորցնել։ Դու ով ես, որ ուրիշին դատում ես։ Եթե սա դու դատում ես, ուրեմն քեզ դնում ես Աստծոյի տեղ։ Որից է մեկ անձնավորություն իրավունք չունի։ Իսկ եթե քո մեջ այդ դատ հասկացողությունը չվերացնես, իմացած եղիր, որ անպայման այդ դատով դու պիտի դատվես։ Հովանու ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոսն ինչ էր ասում։ Եվ իմ դատաստանը արդար է։ Ինչու համար է արդար, որն էր պատճառը։ Շարունակության մեջ գրված է. ինչպես որ լսում եմ, այնպես եմ դատում։ Ինքը երկնքից կապ ուներ, Աստծուց էր ըստ դատը վերցնում։ Մենք այսօր շատ անգամ ուրիշ դատեր ենք վարում։ Հիշում եք, Սուրբ Գրքի մեջ բազում համարներ կա, գրված որ աղքատի դատը։ Հետաքրքիր է, եթե նույն խնդիրը մեծահարուստը կամ երևելի մարդը աներ, ինչ ձև կմոտենաս։ Նա իր աշկին տեսածին պես չի դատել եւ ոչ էլ իր ականջին լսածին պես կհանդիմանե, այլ արտարությամբ կդատե աղքատներին եւ ուղղությամբ կհանդիմանե
երկրի խոնարհների մասին։ Երկիրը կզարկե իր բերանի կավազանով եւ իր շրթունքի հոգովը կմերցնե։ Արտարությամբ կդատե աղքատներին։ Այսօր իշքան ենք մենք այստեղ կեղծավորություն արել։ Նույն մեղքը ավելի վատ կերպով մեծահարուստը կամ երևելի անձնավորությունն է կատարում, մենք ուրիշ ձև ենք նայում։ Բայց եթե մի հատ աղքատ լինի, չերևացող մեկը, ինչ ձևի դատ կվարենք։ Այսօր սիրելիս, թող դատաստանը Տիրոջն է։ Խաչի վրա զոհվում է Աստծո որդին, բայց դատ տեղի չունեցավ։ Այլ ընդհակառակը բարեխոսություն էր անում, հայր ներիր անկիտությամբ կենան։ Եվ այսօր ցավոք մեր կյանքի մեջ այս պահերը կա։ Մենք միշտ սիրում ենք ուրիշներին դատել։ Պողոս առաքյալը Կորինթոս եկեղեցու մեջ 11-րդ գլխի 31 համարում ինչ էր ասում։ Եթե մենք մեր անձերը դատենք, չի գրված ուրիշին դատենք։ Եթե մենք մեր անձերը դատենք, չենք դատապարտվի։ Դատվելով կխրատվենք Տերիցը, որ աշխարհքեջ չդատապարտվենք։ Սիրելիս, այսօր այս դատը թող։ Դատը քոնը չէ։ Ոչ իմն է, ոչ է քոնն է։ Եվ եթե դատ լինում է, եղբայրները պիտի Աստծո վախով անեն։ Եվ այդ դատը պիտի առնեն երկինքից։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս, երկրորդ կետը ասում է թողել եք օրենքի ծանր բեռները դատաստանը, երկրորդ կետում ողորմությունն է։ Ողորմություն այսօր շատ անձնավորություններ հասկանում են ինչ որ մեկին, ինչ որ բան տալը, նյութականը, մարմնավորը, սա էլ է ողորմություն։ Բայց Տիրոջ խոսքը այստեղ այս ողորմության մասին չէ խոսքը։ Ողորմություն նշանակում է ներել։ Այսօր խոսում ես մարդկանց հետ։ Ինքը ասում է, ես ներել եմ։ Բայց հանկարծ այդ անձնավորությունը նորից ինչ որ մի հատ սխալ անի, այդ բազում անգամվա արած մեղքերը նորից հիշում է։ 103-րդ Սաղմոսի մեջ գրված է ողորմության վրայով. Բարեկուտ եւ ողորմած է Տերը, երկայնամիտ բազմողորմ, նա իսպար չի պարկանալ, ողջ չի պահիլ հավիտյան։ Մենք այսօր այդ ողորմածը չենք, սիրելիս։ Ամենակալ Աստված ուզում է, որպեսզի մենք այսօր ողորմած լինենք։ Մեղադրում էր թողել եք դատը եւ ողորմությունը։ Այսօր շատերն են խոսում ողորմությունից, շատերն են ցույց տալուց, բայց իրականության մեջ հետաքրքիր է մեր մեջ այդ ողորմությունը կա թե չէ։ Եթե այդ կյանքի փոփոխությունը չունեմ, երկինք երբեք չեմ կարող մտնել։ Այս մարդկային բնությունը երկինք չի կարող ժառանգել։ Հիսուս եկավ, որպեսզի այդ կյանքի փոփոխությունը ունենանք ես եւ դու։ Եվ Աստված ուզում է, որպեսզի մենք ողորմած լինենք։ Ինչ է նշանակում մեկի հետ խնդիր ես ունեցել, ներել ես, աղոթել ես եւ հետո հանկարծ նորից հիշում ես։ Ուրեմն ողորմած չես։ Լինում է պարակը, ասում ես, ամեն բանով օգնել եմ, նեղ վիճակի մեջ կողքին եմ կանգնել։ Տարիներ առաջ մի հատ քույրիկ հետ խոսում եմ, խնդիր ունի հարսի հետ։ Ասում եմ, քուրս պիտի ներես, պիտի ողորմած լինես։ Ասում է, նորը տարա շուկա 80,000 դրամ տվեց, մի հատ շոր եմ արել։ Սիրելիս, ասում այդ շորը պետք չէ։ Ասում պետք է քո ներումը։ Երանի ողորմածներին, որ ողորմություն կգտնեն։ Եթե այսօր ողորմած չես, ողորմություն երբեք չես գտնի։ Հիշեք Ղուկաս ավետարան 18-րդ գլխի մեջ երկու անձնավորությունները Փարիսեցին եւ Մաքսավորը։ Հիշում եք, Փարիսեցին իրեն գործերն էր բերում Տիրոջ առաջին, ներկայացում էր իրեն արտար, նորմալ անձնավորություն, բայց ուղղակի կուզեմ ուշադրություն դարձեք այս Մաքսավորի մեջ, թե դատը եւ թե ողորմությունը, նայեք ինչ է գալիս։ Ինքը որից մեկին չդատեց, այլ ինքը իրեն կուրսն էր ծածում։ Եվ Մաքսավոր հերու կակնած իր աշկերը չէր կամենում դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրս գծեցում եւ ասում էր. Ով Աստված, ողորմ իր ինձ մեղավորես։ Եվ շարունակության մեջ գրված է. Աստված այս անձնավորությունը թողություն տվեց, ողորմություն արեց։ Եվ այս անձնավորությունը ազատագրված իջավ իր տունը։ Սիրելիս, երբ որ դատը քեզ ես բերում, քեզ ես դատում, իմացիր ողորմություն անպայման պիտի գտնես։ Եվ երրորդ կետը, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, թե Հիսուս Քրիստոս ինչ ասում, թողել եք դատաստանը, ողորմությունը եւ հավատքը։
Այսօր եթե մեզ հարցնում են, հավատում ես, որ Աստված կա, մեր ամեն մեկի պատասխանը այո եւ ամեն է։ Եթե այստեղ բերեն բաժակով լցված ջուր եւ ասեն մեջը թույն կա, ով կխմի, վստահ եմ, որից մեկը չի խմի։ Ինչու՞ց ելնելով, որովհետեւ մարդը ասել է, բաժակի մեջ թույն կա։ Մի Աստված ասում է, մեղքի մեջ մահ կա։ Ինչ ենք մեղքը ուտում, որն է պատճառը։ Ինչ ենք մեղքը խմում։ Երբ որ սրտիդ մեջը մեկին ատում տատում ես, հավատում ես, որ Աստված կա։ Սուրբ գրքի մեջ գրված է, Տեր Հիսուս Քրիստոս ասեց, «Մինչև աշխարհի վերջ ես ձեզ հետ եմ»։ Եվ այսօր Սուրբ Հոգին մեր մեջ է։ Մենք մոռանում ենք, որ Աստված է մեզ հետ։ Սիրելիս, սրտիդ մեջ երբ որ այդ դատը վարում ես, Աստված է այնտեղ է։ Ես եթե մամիկոն եղբայրը կամ Պավել եղբայրը իմ կողքին լինի, ես ամենալավ եղբայրը կլինեմ, որից է մեկին չեմ տատե, չեմ բարկանա, կոպիտ չեմ խոսի։ Բայց եթե եղբայրները կողքի չեն, ես շատ անգամ կոպիտ եմ լինում, շատ անգամ բարգանում եմ, բայց մոռանում եմ, որ Աստված է ինձ հետ եւ Սուրբ Հոգին իմ մեջ է։ Սիրելիներ, այսօր համար Աստված ուզում է, որ այս որակները մենք շտկենք։ Ուրիշին տատելով երբեք քո տատի հարցը չես լուծի։ Եթե ողորմած չեղար, ողորմություն երբեք չես գտնի Տիրոջից։ Եթե այսօր հավատում ես Աստծուն, հավատա հետևյալին, որ Աստված ամեն ժամանակ հատված քո կողքին է։ Թող Տերը օրհնի մեզ եւ ողորմություն անե։